Ամալիա Հովհաննիսյանի «Live from Սեր» հաղորդման շրջանակներում սիրված դերասան Լևոն Մկրտչյանը հյուրընկալվել էր իր սիրելի Էվելինա Ստեփանյանի հետ, որի ընթացքում խոսել են նաև բացասական մեկնաբանությունների մասին։ Լևոն Մկրտչյանը նշել է, որ թույլ չի տալիս, որպեսզի Էվկան կարդա այդ մեկնաբանությունները, ինքս չեմ կենտրոնանում դրանց վրա, եթե ես հիմա նայեմ հետ ու կենտրոնանամ դրանց վրա, առաջ չեմ գնա։ Հարցազրույցի ընթացքում խոսել է նաև իր կերպարի և իհարկե Ռոզա Դավթյանի հետ հարաբերությունների մասին, և սպասում է այս ակնթարթային հայտնիությունը և անսպասելի էր, ասել է նա։ Լուսանկարները Սևկան է ուղարկել Արմենիա հեռուստաընկերություն, նշենք, որ շատ գաղտնի է դա արել, երբ իմացա, շատ բարկացա, պատմել էր Լևոնը։ Հիասթափվել էի մասնագիտությունիցս, հատկապես ծառայությունից հետո չէի զբաղվում դերասանությամբ, մտածել եմ հեռու մնամ այնպիսի բովանդակությունից, որն ինձ չի գրավում։ Դերասանությամբ չզբաղվելու պատճառներից մեկն այն էր, որ քյարթու էի, հիասթափվեցի մասնագիտությունիցս նաև այն ժամանակ, երբ շատերի նկատմամբ եղա մաքուր, ազնիվ ու նվիրված, բայց խաղընկերներիցս նույնը չստացա։ Էվելինա Ստեփանյանն էլ նշել է, որ Լևոնին սկզբում 8-օրյա նկարահանումներ էին նշանակել, այդ պատճառով էլ համաձայնել էր։ Նկարահանման առաջին օրը զանգում, ասում է, որ երկարաժամկետ նկարահանում են առաջարկել։ Ասում եմ հիմա ոչինչ մի պատասխանիր, արի քննարկենք, որոշենք։ Լևոնն ունի դերասանին հատուկ խարիզմա, խոսք և այլ կարողություններ։ Խոսելով նաև հեռուստասերիալի շրջանակներում խանդի մասին, դերասանի կինը Էվելինա Ստեփանյանը նշել է, որ ընդհանրապես չի խանդում։ Ամալիա Հովհաննիսյանն էլ ասել է, որ և Ռոզա Դավթյանը, և Լևոն Մկրտչյանն ունեն իրենց ընտանիքները։ Ռոզա Դավթյանն, ինչպես հայտնի է, նշանադրվել է, իսկ Լևոն Մկրտչյանն արդեն պատրաստվում է մոտ օրերս ամուսնանալ։ Նշենք, որ Լևոն Մկրտչյանն աշխատում է նաև ավիաընկերությունում, գնում է Մոթանավում վաճառվող ապրանքները, եկամտաբեր աշխատանք է, որը ժամանակի ընթացքում սկսել եմ սիրել, ասել է դերասանը։ Էվելինա Ստեփանյանը նշել է, որ առհասարակ հայկական սերիալներ չի նայում, բայց Վերջին զանգը առաջին սերիայից նայել եմ, երբ լավ տեսարան է խաղում, ասում եմ սուպեր, բոլոր դրվագները քննարկում ենք, լավին ասում եմ լավ, վատին վատ։ Էվելինա Ստեփանյանը նշել է, որ հայկական հեռուստասերիալներում հավանաբար նա չի նկարահանվելու, նա ցանկանում է տարբեր ռեժիսորների հետ աշխատել, բայց ոչ երկարաժամկետ նախագծերում, սակայն առաջարկների համար բնականաբար բաց է։ Լևոնը հմայիչ է և շատ աղջիկների համար իդեալ, շատերն իրենց պատկերացնում էին Լևոնի կողքին ու հանկարծ գալիս է Էվան, տարօրինակ, չինացու աչքերով և իրենց համար արտասովոր, արտաքինով աղջիկ։ Քանի որ ես իրենց համոզմունքներին դեմ էի, դա շարժեց իրենց զայրույթը վատ մեկնաբանությունների մասին, ասել է դերասանի կինը։ Պնդում եմ, որ նրանք պետք է ինձ հետ լինեն երջանիկ, ոչ թե ես նրանց հետ դժբախտ։ Խնդրում եմ, որ մարդիկ վերացնեն իրենց ներսի նախանձը, որպեսզի այն չզարգանա։ Թվում է 25 տարեկան նոր ամուսնացող աղջկա համար պիտի շատ ծանր ու ցավալի լինի, երբ դիպչում են ինքնավստահությանը, բայց պետք է կարողանաս գիտակցել թերություններդ ու առավելություններդ, պետք է չվախենաս բարձրաձայնել թերություններդ, աշխատես դրանց վրա, իսկ առավելություններդ դրոշակ չդարձնես ու բոլորին ցուցադրես։ Նշենք, որ Լևոն Մկրտչյանը հեռուստադիտողին հայտնի դարձավ Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորում է Հենրի Շախունցին։ Նրա և Ռոզա Դավթյանի մարմնավորած զույգը այս պահին հայկական սերիալարտադրության ամենաքննարկվող զույգերից մեկն է, սոցիալական ցանցերում բացվել են բազմաթիվ ֆան էջեր նրանց անուններով։ Դե ինչ, նրանց հարսանիքը մոտակա օրերին է, իսկ մենք ևս մեկ անգամ սիրված զույգին երջանկություն ենք մաղթում ու սպասում հարսանեկան առաջին կադրերում, իսկ դուք միացեք մեզ, որպեսզի բաց չթողնեք այդ կադրերը առաջինը դիտելու հնարավորությունը։ Նշենք, որ նրանք հանդիպել են 17 տարեկանում համալսարան ընդունվելիս, այնպես էր ստացվել, որ նույն օրը նույն ժամին քննության էինք, ես նրան միանգամից եմ նկատել,
պատմել էր Լևոն Մկրտչյանը, նրա գեղեցկությունը, պահվածքը շատ տարբերվող էր, այդ ժամանակ քայլ չարեցի իմ կյանքում, այլ աղջիկ կար, ում հետ երկար ժամանակ շփվեցինք, բայց չհասկացանք իրար, հետո տեսա Էվկային ու միանգամից ինքս ասացի ինքն ա, սկսեցի քայլեր անել ու սկսեց մեր շփումը, երկրորդ կուրսից սկսեցինք հանդիպել, դասերին այնքան էինք խոսում, դասախոսներն ասում էին լռեք, դե ինչ, նրանց երջանկություն ենք մաղթում, իսկ ձեզ ասում միացեք մեր ալիքին։